Դուք երևի կամ ձեր մի մասը կամ գուցե մեծ մասը երևի չգիտի, որ Հայաստանի անկախացումից հետո հեծը պատկանել է ձեզ, բոլորիդ, 3 միլիոն։ 2002 թվականին սակայն հայրմերը շատ վատ իմացող կամ ավելի ճիշտ չիմացող, բայց այսօր եկեղեցի պաշտպան դառած Ռոբերտ Քոչյանը որոշել է հեծը վաճառի։ Հեծը վաճառել է Ռոբերտ Քոչյանը, գիտեք ինչքանով սիրելի քաղաքացիներ։ Ինձ, ձեզ, բոլորիդ պատկանող հեծը Ռոբերտ Քոչյանը վաճառել է ուշադրություն 12 միլիոն դոլարով։ Գիտեք ինչքան է 12 միլիոն դոլարը։ Մոտավորապես այնքան, ինչքան արժի Ռոբերտ Քոչյանի տունը։ Երկրորդ անգամ էս անալոգիան բերում։ Գիտեք ինչքան է 12 միլիոն դոլարը։ Դա հասկանալու համար պետք է ընդամենը գիտակցել, որ Ռոբերտ Քոչյանի ունեցվածքից այս պահին դեռ հայտնաբերված։ Այս պահին ընդամենը այն ինչը երևում է, պահանջվում է բռնագանձել 200 միլիոն դոլար, բայց հեծը վաճառել են 12 միլիոն դոլարով։ Հիմա այս մարդիկ եկել են ասում են խլում եք, դու ձեզնից լավ խլիչ։ Ժողովրդից խլել եք 12 միլիոնով չգիտեմ ում եք տվել։ Հետո թե բա Սամվել Կարապետյանի կոչից հետո էր։ Բա Սամվել Կարապետյանի կոչը ինչից հետո էր։ Այն պլանը են, որ Մամիջանյանն ուր ասում է Civic-ում ա գրվել Վահագն Ալեքսյանն ա գրել։ Վահագն Ալեքսյանն է տարել այն տերորիստի տանն ա դրել, պարոն Մամիջանյան։ Այդ ձեր կողմից չգրած ու ձեզ չպատկանող պլանի շրջանակներում, որտեղ գրած էր Սամվել Կարապետյան, կոչ + 5000 հոգի։